զգուշ արես կնիցիչ։ Արգելի սիրելի ժողովուրդ, իսկական թե բոլորի ողջունում եմ։ Սիրելի ժողովուրդ, այսօր Հայաստանում մեկ շրջելով բոլոր մարզերը, քաղաքները, գյուղերը, ճանապարհներն են փակում մարդիկ, ուզում են բան ասել, մի բան ասել։ Այսօր ես եկել եմ այստեղ ասելու այն, ինչ որ մենք կարող ենք անել։ Մի րոպե։ Եթե լսելու եք, ասել, եթե չէ, ագոր։ Ես ձեզնից մեկն եմ, զրույց կայացած մարդ եմ, պետական պաշտոն չեմ ունեցել և բոլոր խնդիրները գիտեմ, ամեն օր շփման մեջ եմ։ Այսօր շատ բան պետք չի, վերևից աստղեր իջեցնել պետք չի, այլ ամենակարևորը պետք է լինի վստահություն, հավատ, կարդալություն, մրցակցություն, պայման և հնարավորություն։ Մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, այսօր անցուզածը գործն է, դա պետք է մենք ապահովենք, առանց աշխատատեղ ստեղծելու, առանց աշխատանքի տնտեսություն չի զարգանա, օր-օրի անկում է լինելու, աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, ուրիշ կերպ չի կարող լինել։ Բայց այսօր մենք պետք է կարողանանք համապատասխան բոլոր մարզերում, քաղաքներում, գյուղերում, ինչով որ ժողովուրդը զբաղվել է, այդ պայմանները ստեղծել հնարավորություն տալ, որ այդ մարդիկ գործ ունենան։ Ոչ թե մարդիկ այսօր բանկերից վար վերցնեն, վար վերցնելուց հետո ամբողջ ասեն, թե դրված գործ ունեն, որտեղ պետք է բանկի տոկոսները համաչափ լինի, ոչ թե լինի 25-30%, որ այդպես տոկոս աշխարհում չկա, և չկա ցանկացած գործարար աշխարհում, որ 24-30% վար վերցնի, կարողանա և վար կփակի, և բարեկեցիկ կյանքով ապրի։ Այսօր մեր ժողովրդի 650,000 ընտանիք որ կա Հայաստանում, 650,000 ընտանիքից 1,400,000 վարկառու կա։ 650,000 ընտանիքի կարող եմ ասել, որ մոտավորապես երևի կեսից ավելի չի բնակվում։ Դուք պատկերացրեք արդեն ամեն տնից ոչ թե 2-4 մարդ է վարկի տակ։ Այսպես վարկը վերցնում է, որ եղածը չկորցնի, տունը չկորցնի, ծերը ծերին հասցնելով միայն տոկոս փակել։ Սիրելի ժողովուրդ, պետք է հնարավորություն տալ մեզ, որ մենք կարողանանք օրենք փոխենք, համակարգ փոխենք, մարդկանց փոխենք, պայման ու հնարավորություն ստեղծենք, ոչ թե այսօր եկել ենք բոլոր ձայն տակ անցնենք խորհրդարան, համապատասխան մեկնել կաշի փրկենք, այլ հիմնականում մենք ուզում ենք ձեզնից, որ մեզ տակ 50+1, որ նույն պահին համակարգ փոխվի, օրենք փոխվի, պայման փոխվի, և այդավոր որ ձեզ տվել է 30% վարկ, նրանք պետք է պատասխան տան։ Եթե գումարները համաշխարհային բանկից եկել է 0%, 0.25, 0.75, գյուղատնտեսության համար, փոքր միջին բիզնեսի համար, ո՞նց է դառել 24-30%, ինչի ման վրա։ Թող շահույթը լինի 2%, 3%, 2% լինի աշխատողների աշխատավարձը լինի։ Պետք է հնարավորություն լինի, ինչ ճիշտ հասկացեք։ Ամենակարևորը դուք պետք է գնաք ընտրության, ընտրեք այն կառույցին, ով կարող փոփոխություն անի, ով կյանքով գործով ապացուցել է։ Դուք առաջին անգամ չեք անկախ Հայաստանով գնում դուք ընտրությունների։ Արդեն 4-5 անգամ, 6 անգամ գնում եք։ Արդեն դուք պետք է հասկանաք ում խոսնագործ, ով է միայն հենց այնպես ասում, միայն խորհրդանում հայտնվելու համար։ Այսօր հիմնականում ձեզ թյուրիմացիան մեջ են դնում, ձեզ ասել իմանաք։ Դուք էլ մեծ չունեք, բայց հիմնական է դրատվական ծառայությունները ձեզ թյուրիմացիան մեջ են դնում։ Ինչի համար, մեկա նույնը, վատամարդ ես դառնում, տալիս ես, ձեզ հավը տալեն, ինչն ամեն։ 12 թվականին տվեցիք, շատ ձայն տվեցիք, բայց 51 չտվեցիք։ Դրա համար մենք ունենք 37 պատգամում, 37-ը ոչ մի բան չի կարող փոխեի։ Որտեղ դրա համար ես հարգելով, սիրելով իմ ժողովրդին, կոալիցիա չեմ մտել, ոչ թե մեր կաշին փրկելու համար, այլ ասի որ եթե ժողովրդին մեր ասածը, մեր ծրագիրը չեն կարող իրականացնել, ուրեմն չեմ ուզում, եւ մենք դեր առաջ պատասխան տալու չունենք, որտեղ մենք չենք մասնակցել այդ կառավարման գործում։
Ես ասել եմ 2009 թվականին համապատասխան տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկավոր է միջոցներ ձեռնարկել, պայման ստեղծել, աշխատող մարդկանց, գործարարների, փոքր ու միջին բիզնեսի գյուղատնտեսական հարկերը պակասացնել, արտոնություն տալ, չտալու դեպքում օր-օրի գործազրկություն լինելու, աղքատություն եւ արտագաղթ։ Այո, 2009 թվականից հետո օր-օրի եւ արտագաղթը մեծացել, գործազրկությունը, աղքատությունը ոչ մի բան դեպի լավը չի գնացել։ Եթե այսօր այս 15 կետերը չընդունվի, հենց ասենք թե ապրիլի 3-ից հետո, իմացեք ավելի վատ է լինելու, անպայման այդ կետերը պետք է դադարեցվի, բանկի տոկոսները պետք է իջեցվի 2-5%, թոշակները պետք է 25,000-ով ավել ստանան, պետք է աշխատատեղ ստեղծվի, մարդիկ որ կան աշխատեն, ոչ թե պատճառաբան են, 35 տարեկան է ստեղ չկա, երբ որ աշխատանք լինի, դու 60-ներ կաշխատի, գումարներն աշխատավարձներն կբացատրեն, որ մարդիկ գնան աշխատել։ Այսօր առանց աշխատանքի աշխատատեղ ստեղծելու մենք գնում ենք դեպի անկում գործանում։ Իսկ աշխատատեղ ստեղծելու համար ոչ թե մեր ժողովուրդը մտածող ծրագիր ներկայացնի, այդ ժողովուրդը, այդ տարածքում, այդ քաղաքում ինչով պապեկան զբաղվել են, գործարաններ, արտադրամասային մշակել են, ինչին որ մասնագետ են, այդ նույնը պետք է զարգացվի, փոխվի, գումար տրվի մարդկանց եւ կարողանան ապրանքներ իրացում կատարել։ Ես ասում եմ, վատ բաներ չեմ ասում, վերևից աստղեր են իջեցնելու։ Բայց կարևորը պետք է գումարը նպատակային ծախսվի։ Ոնց որ ցանկացած մարդի սեփական գումարը կամուն չի տա, այդ ստացավություն պետք է լինի։ Պետք է ժողովրդին սիրել, ժողովրդի մասին մտածես, հետևողական։ Ով կարանի, նրան պետք է պարգևատրես, ավելի բարձրացնես, ով չի կարանի, անմիջապես պետք է հեռացնես, ոնց որ այսօր ես ասեմ, ցանկացած մեր ոլորտում ես դա ղեկավարում եմ, օրինակ սպորտում բոլորը գիտեն, եթե տվել է 2 մեդալ, եթե համապատասխան մյուս տարի չեղավ 3-ը, ուրեմն գիլդիմումի համաձայն պետք է դուրս գա, ծանոթ բարեկամով չի, բոլորը դա գիտեն։ Ով գալիս է մեդալ չբերեց, պետք է դուրս գա, մեդալ բերեց, պետք է պարգևատրվի առաջ գնա։ Նույն սկզբունքը ցանկացած ոլորտում պետք է կիրառվի։ Այսօր ձեր վիճակը ծանր է։ Գիտեմ, ցուրտ է, երեխաներին պետք է կերակրել, դպրոց ուղարկել, ծնողներին պետք է փայեք, պետք է բուժեք, պետք է վարկեն ու տոկոսները փակեք։ Օր-օրի նայելով ասում եմ, մարդկանց դեմքին շփիտ չկա։ Հույսները կորցրած, հավատները կորցրած։ Լույս են մանգալի, հավաք են մանգալի, ճանապարհ են մանգալի։ Ցանկացած ղեկավար պարտավոր է իր ժողովրդի մասին մտածելու, ոնց որ իր ընտանիքի մասին է մտածում, պետք է հավասարաչափ բոլորին հնարավորություն տրվի։ Չկա խնդիր լուծում չունենա սիրելի ժողովուրդ, ցանկացած խնդիր լուծում ունի։ Հիմա առողջապահության խնդրից սկսեմ, ասենք բոլորն էլ ցանկանում են, խնդիր ունեն, պրոբլեմ ունեն, գնան ասենք թե հիվանդանոց։ Գնում են, գումար չունեն, բայց գիտեն, որ պետպատվեր կա, որ իրենց գումարներից, բյուջեի գումարից տրամադրված է։ Ասում են հերթագրվեք, մարդ ասեն թե պրիստուպը, խնդիրա, որ դա անմիջապես կապ չունի բժիշկների համար, հերթագրվեք, ես 2 ամիս հետո գնում ես, ասում են թե լրացել է, եկել է, բայց գումարը պրծել է։ Բայց ինչ պետք է արվի, աշխարհում ինչ են անում։ Պետպատվերի տեղը ոչ թե ցանկացածով, ծանոթ բարեկամով, այլ համապատասխան ամեն մարդ ունի իր սերտիֆիկատը, որ այդ գումարը դրված է սերտիֆիկատի վրա եւ հումարացին ասում են մարդու։ Մարդը կցանկանա, որ հիվանդանոցը գնա, ում մոտ գնա, գները գնային, մարդուն հարգարժան կվերաբերվի, ոչ թե դա իր հասանելիքն է իր գումարն է։ Եթե սերտիֆիկատն չի բավարարի, ուրեմն մենք ինչ կարանք անենք։ Այդ 81 միլիարդ դրամը, որ տրամադրված է բյուջեի առողջապահության համար, 10 մարզ ունենք։ Ամեն մարզի կենտրոնական հիվանդանոց հետ գումարներ տրամադրում է, բժիշկներին ավելի բարձր աշխատավարձ, որ գիշեր ցերեկ աշխատեն, ցանկացած դիմողի, անվճար, ընդունեն, ստուգեն, նկարեն, օպերացիաներ, ով ուզում ավելի ճոխ պայմաններ, թող գնա ասեն թե սեփական հիվանդանոցները ավելի մեծ վիճակում, բայց ժողովուրդը պետք է հիվանդ սպասելով պետք է չլինի ճիշտ հասկացել։ Հետո քաղաքում էլ Երևանում էլ լինի մի հատ, այն չի համար եմ ասում, որ ամեն ինչ լուծում ունի։ Ամենաճիշտը ձերի հիվանդանոց, այդ գումար տրամադրես հիվանդանոցը կա, գումարը տրամադրի, 10 միլիոնը տրամադրի թող ամեն տարի սարքավորում բերեն, բժիշկի աշխատավարձը սարքի $1000,
դու 50 հոգի աշխատել 50,000 ոնց էլ գումարես տարեկան չի դատակից չի դուրս գա ամեն ինչ կարելի անել բայց հաշվարկած նպատակային որ ժողովուրդ իրեն մարդը զգա իրեն մասին մտածող կա իրեն ձեռ մեկնող կա երեք ես եղել եմ Երեքնաձորում տատիկա մոտեց է 84 տարեկան ամուսինը մահացել է ընտանիքը դուրսն է որտեղ կոտրված հիվանդանոց է գնացել հիվանդանոց որտեղ կոտրված պետք է վճարել 100 քանի հազար բայց քանի որ գումար չունի հետ են դարձել տատիկին հետ են դարձել որ ոնց ասել ոնց կարելի է 85 տարեկան տատիկ երկու տեղից որտեղ կոտրված ոչ պետք պատվերը ոչ բան մարդ ես Պարզա, պարոն Ծառուկանին հայտարարություն արել, որ դու եթե անգարց ոչ է մեկին օգնես, կեզ դատիկը տան, պարոն Մուկուչյանը։ Ասում ես բարեգործ մարդ եմ, ես չեմ ասում, ես ամեն ժողովրդից ձայն տամ։ Ձեզ ցավը տանը, հիմա չեմ ասում դուք ինձ ձայն տվեք։ Ասում եմ ում կավատակ, ում եք հույս եք կապում, ձեզ ձայնը տվեք նա նոր պահանջեք։ Նոր համապատասխան, քունս չի տարել, համարը վերցրել եմ, հանձնարել եմ իմ ընկերներին, զանգել են, գնացել գումարը տվել եմ մի բան լավել, որ տանը ոչ թե տեղում եմ լուծել, բայց չէի կարա քնել, ինչ ճիշտ հասկացել։ 85 տարեկան տատիկ, ոնց ցանկացած մարդու դիմել է տատիկ, եղածը կտաս, որտեղ չես կարա, դու նայում ես քո մայրիկի չափը, տատիկի չափը, ոնց կարա դու առանց ուշադրության անցնել։ Ես ուզում եմ ասել ամենակարևորը, սիրելի ժողովուրդ, այսօրվա այսօրին հասնելը մեղավորը դուք եք։ Մեղավորը դուք եք, որտեղ մեկին խաթր է սանամ, մեկը քավորա, մեկը սանիկա, մեկը խնամիա, մեկը ծանոթա, մեկը չգիտեմ որով որ տղանա, մեկը բարեկամա, ձեզ ցանոթ անեմ, սաղն են, լավն են, բայց անհատական տալով, դա ոչ մի խնդիր չի լուծվելու, նորից 5 տարի նույնն է մնալու։ Պետք է համակարգի տակ, որ համակարգը կառույցը կարողանա որոշում կայացնի, օրենք փոխի, համակարգ փոխի, մարդկանց փոխի, օրինակ կաշխատի, կկեվադրվի, ով կաշխատի, կհեռացվի, այսօր ցանկացած մարդ, ցանկանում է որ ժողովրդին է սիրի, հարգի, ու այսօր մեր ժողովրդին շատ չնչի բան է պետք։ Արդարություն եւ զգաց որ մարդը քո մասին մտածում է, քայլ է կատարել, որ փոխվել է, իմանալով որ գնացածներն էլ հետ վերադառնան։ Բոլոր տեղեր այսօր ասելուց միայն մեկը, Ծառուկյան ջան, ճար չունենք, փրկի ցավը տանեմ։ Ծառուկյանն այսօր պատրաստ է իրար փափուկ կյանքը թողած։ Այսօր այս ծառության տակ իրոք գիտեք առավոտից իրիկուն հետևել է պետք, կազմակերպել է պետք, պատժել է պետք, պարգևատրել է պետք, աշխատել, հետևել, ոչ թե միայն երկում, դրսումել, պետք է կապեր լինի, տարբեր երկրների հետ, համագործակցություն լինի, ընկերություն լինի, բարեկամություն լինի, ապրանքափոխանակում լինի, մեկը մյուսին աջակցի, դա վերցնի, օգնի, հրավիրի, կյանքն ասա, ինչ ճիշտ հասկացել։ Որ ասում եմ, կարանք անենք, ոչինչ, պետք է ուրեմն մեր փափուկ կյանքը թողած, մենք պետք է դրա տակ մտնենք, կազմակերպենք, հունի վրա դնենք ու ամեն ինչ է կարգավորվի։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, կարող եմ ասել թոշակների համար, որ թոշակները ամեն ամիս այս որոշումը կայացնենք, 25,000 այս տարի պետք է բարձրանա եւ ինդեքսավորված ամեն տարի պետք է նայվի, որովհետեւ ամեն անգամ տարին տարվա վրա գները փոխում է, ժողովուրդ ճիշտ հասկացեք, դրա հետ մարդկանց գումարները պետք է փոխվի, մարդիկ շատ բան չեն ուզում, ասում են մեր ժողովուրդ այսօր ֆոկուս չի կա 20-30 հազարով, համ գազի, համ հոսանքի փողատալի, համ սնումը, համ ապրումը, ոնց, որտեղ վերջինը վաճառել, են ոչ մի բան չուներ։ Այն կուտարկած ոսկեղեներ, տուներ, ինչ-որ մի բան դրացել, օժիտել, երեխային էլ բան չկա։ Մնում այս վերջի չգիտեմ, ինչ պետք անեմ, որ կաղանակ հատեմ առնեմ։ Դրա համար, սենի ժողովրդյան, ցանկացած խնդիր լուծում ունի, ցանկացած պրոբլեմ, սրանից ավելի վատ է եղել, 93 թիվ, 4 թիվ, ռեվա կարող է մի քիչ կուտարկած ոսկեղեր բան ասեն գումար կար։ Հիմա դա էլ չկա, բայց անհրաժեշտ է, որ ներդրում արվի, մարդկանց հնարություն տրվի, պայման ստեղծի, հարկերը պակասացվի։ Փոքր ու միջին բիզնեսին 3 տարով պետք է հարկերից ազատել։ 3 տարով ազատել, որտեղ նրանց տված հարկն էլ հարցի, ճիշտ հասկացեք։ Եթե հիմա Ֆինլանդիայում 88% է փոքր ու միջին բիզնեսը տալի բյուջեի գումարներից, մեզ մոտ տալիս է 1%։
Բայց այդ մի տոկոսը թող չտա, բայց 95,000 ընտանիք և 95,000 ընտանիք ինչքան աշխատող ունի, իքսիկան գոնե նրանք շունչ կքաշեն, մի բան կփոխվի, բան կփակեն, բարեկեցիկ կանթով կապրեն, ասում են բոլորը հաշվարկացա, մարդիկ չեն հասկանում, ասում են ու մեկ-մեկ էլ ինչ-որ բացաբանել համար, ասում են պոպուլիզմով է զբաղվում, ինչ պոպուլիզմ, հասարակ բացատրում եմ, եթե 95,000 մարդ, որը փոքր միջին բիզնեսով ամեն երկուն զբաղվում, իրենց տված, ասենք թե համապատասխան բյուջեի գումարը կազմա 1%, ավելավ այդ 1%-ը չլինի, 95,000 ընտանիք և 95,000 ընտանիքի ամեն ընտանիք է աշխատում է 3 ընտանիք, 5 ընտանիք, համ նրանք կապրեն, ոտի կկանեն, երբ կզորանան, գումար կվաստակեն, կարելի է հարկերը նորից 2-3 տարի հետո բարձրացնել, տալ, բանկի տոկոսները պետք է սարքեն 2-ից 5%, դա հիմնական գործանում է ժողովրդի, տնտեսության դա է, որ անպայման պետք է լինի 2-ից 5%։ Ավանդների համար, որ պապիկները դիմում են, որ արդեն 90 տարեկան եմ, 95 եմ, 85, ուզում եմ իմ երկցած գումարը, որը երիտասարդ հասակում իմ ընտանիքից կտրել եմ պայալին խորձերության համար, ու այդ գումարը ինքը չի կարող ստանալ, գիշերները չի քնում, որտեղ իր վաստակածը դրել է և այսօր ուզում ստանալ։ Ուրեմն նույնպես առաջի էլ դա է լինելու, դա էլ ասեմ այն մարդկան, որ մեկ-մեկ ասում են ոնց է լինելու, ասեմ, որ իմանամ ոնց է լինելու։ Ամեն տարի պետական բյուջեից 28 միլիարդ դրամ ուղարկում ենք կուտական ֆոնդի, որ մեր ժողովուրդը 40 տարի հետո համապատասխան բարձր թոշակ պետք է ստանա։ Ես ասում եմ 40 տարի հետո, գոնե դնեին ասեք թե ցանկությամբ, ով կցանկանար, աչքի քայլինա, իսկ ոչ մեկը չէր ցանկանում։ Բայց այսօր ասում եմ, բերեք սառացնենք տնտեսական ճգնաժամը, ժողովրդի ձեռը փող չկա ապրելու, մենք մտածում ենք 40 տարի հետո, որ այս մարդը պետք է թոշակ ստանա, չգիտես, դրամի կուրսը ինչ է լինելու, ոնց է լինելու, փոշարանալը ինչ է լինելու։ Այդ 28 միլիարդ համապատասխան վերածենք դոլարի, կանի որ ասենք թե այն մնացած 50%-ը մարդիկ անմիջապես այդ թոշակները ստանան, գոնե տրամադրությունները բարձրանան, գոնե կա այդ ասում հետ քալից, այդ մարդկանց կյանքը մենք երկարացենք 5-ից 10 տարի, չի ներշեշվի, չի ներվի, չի արխավվի, մարդկանց ինչ բան է պետք, որ տրամադրությունները բարձրանան, միայն զգան իրենց մասին մտածող մարդկա։ Այսօր ես նորդ եմ ասում, պետք է հասկանան ձեր կարգավիճակը, պետք է գան մտնեն գյուղերը, քաղաքները գոնեն, նայեն, այն հեկատների մեջ կար է, որ ասում են պետք է գան մի հատ տնետուն չիմանա սովան մտնի նայի հաց ու փորձ անի, ժողովրդի մտածելակերպը, մոտեցումը, խնդիրը, պրոբլեմը լուծումը ու գնան անմիջապես այս խնդիրները կարգավորեն։ Ասում այսօր մեր ժողովուրդը երկարաժամկետ չի մտածում, թե ստանիշ պլանավորեմ, մի հատ հարսանիք անեմ կամ չգիտեմ ինչ-որ գնանք հանգստանալու։ Այսօր արդեն մեր ժողովրդի 90%-ը մտածում է, օրը ոնց անցկացնի, իր երեխայի ոնց կերակրի, ծնողի ոնց բուժի, ոնց տունը տաքացնի, պետք է շփվեն, բան տեսնեն ինչ է խնդիրը։ Ու երբ որ տեսնեն արդեն կհասկանան, որ քարից էլ լինես, չես կարող, անպայման պետք է մի բան անես, որ կարողանաս մեր ժողովրդին, այդ աշխատող ժողովրդին, հնարություն ստեղծել։ Սիրելի ժողովուրդ, ես ձեզ ասել եմ, որ ես պարկ ունեմ իմ ժողովրդին տալու, ոչ փողի կարիք ունեմ, ոչ պաշտոնի, ոչ հարգանքի։ Աշխարհով մեկ հարգանքներ կա, ճանաչումներ կա, տեսնում եք հեռուստացով, որ երկիրներ գնամ, ինչ հանդիպումներ լինի, ինչ մակարդակի, ամենաբարձր Ծառուկյանին դիմավորելով, ընդունելով և ցանկացած երկրով իր երկրի պատիվը երկրի բարձր է պահել, շատ բարձր։ Դա ասենք թե միայն խոսքեր չեմ ասում, դուք բոլորն էլ տեսնում եք, մոտ օրերս եկել են Եվրոպայի խորհրդարանից, տարբեր երկրներից, և Ամերիկայից, և Լեհաստանից, Չեխոսլովակիայից, բոլոր երկրներից, Ավստրալիայից, իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Ծանոթացան համապատասխան մեր ծրագրեր, բոլորը ողջունեցին, հերթացան տեսած կնենք, որ հալալա ճիշտ է, իրոք հասկանում եք գործ է կատարում, ողջունում ենք, ձեր կողքին ենք բոլոր հարցերով, քայլ պետք է կատարվի, որ կարողանանք իրոք հարցը կարգավորելու համար։ Այնպես որ ես նորից եմ ասում,
որ ինչ որ կա այդ վստահություն հավատքը ինձ ավելի պարտավորեցնում է։ Պարտավորեցնում է, որ կարողանամ իր բան անել։ Այսպիսի մարածը պետք է լինի հետևողական, պայման հնարավորություն, արդարություն, որ մարդիկ հասկանան իրենց մասին մտածող կա, հարց լուծող կա, եւ ով չի կարող անի, իրենց պետք է փոխես, որ այդ մարդկանց փոխանեն մի ամբողջ քաղաք, մի ամբողջ մարդ չտուժի, չի հասկացել։ Ես ասել թե եկատներ չեմ պատում, ես գործի մարդ եմ, որ ոլորտով զբաղվել եմ, ինչ գործով զբաղվել եմ, համապատասխան միշտ արդյունքի ենք հասել։ Սպորտ այսօր մեր ոլորտներից մեկն է, նույն ֆինանսները նույն ամեն ինչը, որը 12 տարի ոչ մի մեդալ չկար, գիտեք, բոլորն էլ գնում էին։ Համապատասխան նայելով, հետևելով, կազմակերպելով, իրոք մեդալներն էլ կան, Եվրոպայի, կա աշխարհի, կա օլիմպիական մեդալներ, հիմնենջում է, դրոշը բարձրանում է, եւ այդ իմ ժամանակահատվածում ոչ մի սպորտսմեն չի գնացել, այլ հակառակը հետ ենք բերել։ Ինչ է խնդիրը։ Պայման հնարավորություն ենք ստեղծել մարդկանց։ Կարողացել ենք արդյունավետին պատկերացրել, համապատասխան բոլոր խնդիրները լուծել, առաջի օրվանից սկսեցին կառուցել, ստեղծել, մարդկանց հետևել ու իրոք տաղանդավոր ազգ ունենք։ Շատ տաղանդավոր, ասեմ, եթե Չինաստանում ծանրամարտու զբաղվող աղջիկների քանակը 5 միլիոնն է, Հայաստանում նախ 8 աղջիկ կա պարապի, 8 աղջիկ, 8-ից կարողացել են եւ Եվրոպայի չեմպիոն դառնան, եւ աշխարհի չեմպիոն դառնան, եւ օլիմպիական չեմպիոն դառնան։ Դու պատկերացա, եթե մեզ մոտ պարապեն ասենք թե 5000 աղջիկ, ինչ արդյունքներ կունենան։ Նույն այսօր, ես չեմ ասում սպորտը, արտոկոսանոց, ես ալեի մասնականը դնելով, կազմակերպելով, բայց մենք բոլոր գյուղերում պետք է դպրոց ունենանք։ Մեր երեխաներին փողոցից կտրենք, օրինակ ոչ թե փողոցում, ասենք թե իրար հետ բան գալով, ծխեն, չգիտեմ ինչ անեն, այլ համապատասխան պետք է զգան։ Եթե սպորտով ցանկացած երեխա, նույն իմ տղան, որը շատ դժվար է գնում պարապելու, բայց նոր պետք է պարտադրի 3 ամիս, 6 ամիս, եթե երեխան գնաց պարապելու, ինքնիկյան սպորտի չես կարող կտրել։ Նա իր ազգում է, մարմնի գեղեցկությունը, ուժը, արդեն փոխված մարդ, արդեն ինքնիկյան իր համար նոր ճանապարհ ստեղծում։ Լավ է հավաքենք, կտանենք քաղաք, հավաքականում կմասնակցեն, գնամ երկրի պատիվը բարձր կպեն, մյուսները կպարապեն ասեն առողջ մարդ լինելու, ուժեղ մարդ լինելու, գեղեցիկ արտաքին ունենալու համար։ Ես ուզում եմ ձեզ ասել սիրելի ժողովուրդ, անդադար կարող եմ խոսել, ցանկացած թեմայով, ինչից ասել, բայց կարևորելի հանդիպումներ են, պետք է գնամ Դիլիջան, Իջևան, ես էլ ցավը տանեմ, ամենակարևորը ուզում եմ ձեր բոլորին ասել։ Եթե դուք ուզում եք բան փոխվի, ոչ թե նորից, ընտրությունը ավարտվի, 5 տարի նույն կարգավիճակում մնալ։ Պետք է։ Այո։ 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 Չէ, մի րոպե։ Այո։ 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 Եթե ես ընտրում եմ իմ նախընտրած թեկնածուի, այո։ մեխանիկորեն ձայն եմ տալի դրա կուսակցության։ Այո։ Եթե ես ընտրում եմ կուսակցությունը, ես մեխանիկորեն ձայն եմ տալի կամ մեծամասնականի կամ համասնական չգիտեմ ինչա կրում։ Այդ մարդը իմ չուզած մարդն եմ ձայն տալի։ Հիմա ես ո՞նց ընտրություն կատարեմ։ Դե ուրեմն դու եք միտքս ավարտեք, պարոն Ծառուկյան։ Այդ որ դուք ասեք այդ Գուգուչյանը ձեզ ասում ասել մի արանել։ Այո։ Եթե ես բարձր ամբիոնից ես ասում եմ Գուգուչ, անես արա, ես գնամ, իմ ուզած մարդը ընտրեք, մեկ էլ իմ ուզած կուսակցության։ Հիմա ասեմ իմանալ։ Հիմա այդ ոնց ալնում, որ մեր ժամկետային զինծառայողները, այդ մեր, ոնց ասած, այդ հայրենիքի նկատմամբ իրաց ունեցած պարտքը տալու ժամանակ, առաջին 2.5 տարում ոչ մի բան չեն անում, ոչ մի բան չի լում, մեկ էլ հանկարծ, վերջի 6 ամսում, մեկ էլ դնում ես հանցագործություն արին, մարդասպանություն արին, գողություն արին, այդ ոնց ալնում, դե ուրեմն նայեք տեսեք, ժամկետային զինծառայության մասին խնդրում եք դուք մի հատ օրենք մշակեք։ Այո։ Հետո ես ուզում եմ խնդրում եմ որ ժամկետային զինծառայության վերաբերյալ օրենքը որ մշակեք,
բոլոր պատժատեսակները ցածրացրեք, որ հանցանարած մարդը կարողանա կամ կաշառքով դրանից ազատվի, կամ պատասխանատվով ազատվի դրանից։ Ոնց կաշառքով տալու, չեմ։ Այ մարդ, ես շատներ ուղղություն, ես աներջակետների մեջ եմ Հասկացա, հիմա պատասխանեմ, մի վայրկյան։ Ուրեմն սիրելի ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ ասել, ամենակարևորը, ինչ որ ինքն էր ասում, ես ձեզ ասեցի մի հատ էլ ասեմ։ Այսօր տեխնացուն համապատասխան կարող է ձեր բարեկամն է, ձեր խավորն է, ձեր խնամին է, ու այսօր այդ մարդուն տալով, սա ընդհանրապես պատրաստել են մի թուղթ, մի երեսի կուսակցությունն է, մի օր երեսին ասենք պատգամավորն է, պատգամավորի հետ է ձայնը տաս, համապատասխան, ուրեմն տվել ես այդ կուսակցությանը, կարաս կուսակցության վրա նշան չանես։ Դրա համար այսօր ես ձեզ ասում եմ, կարող եք և առանց գրիչ ընտրել, տեխնացուին չես ուզում, որտեղ այսօր մի թղթի վրա երկուսն են։ Դրա համար եմ ձեզ ասում, կարող է պատգամավորի տեխնացուն շատ լավ մարդ է, իրեն տալով, ուրեմն դուք տալու եք կուսակցությանը, այնպես պետք է լինի, որ դուք տաք կուսակցությանը, այն կուսակցությանը, ումը որ դուք հավատում եք, այսօր ընտրությունները բոլոր պայմանները ստեղծած են, անձնագրով, մատնահետքով, որ դուք գնում ես փակտել, նայելով, ծրարի մեջ դնելով, տանել գցելով, այնպես որ բոլոր պայմանները, ասենք եվրոպական խորհրդանքը ստեղծել է, որ դուք գնաք արդար ընտրություն անեք, ոչ մեկը չի կարող պարտադրել։ Ես դեմ չեմ, որ բոլորը գալիս են, խնդրում են, դիմում են, պարտադրում են, բոլորին էլ ասենք, հա, վատամարդ մի արեք, չեն մտածեք, կմտածեն, չեն մասնակցելու, բայց գնում եք այնտեղ, կարող եք առանց գրիչի, ոչ մի նշում չանել, այլ համապատասխան թերթիկը վերցնեք կուսակցության, մի երեսը կուսակցությունն է, մի երեսն էլ ասենք համապատասխան տեխնացուներն են, տալով այն կուսակցությանը, ով կարող է համապատասխան բան փոխել, դեր համար գործ անել, այդ պայմանն հնարավորությունը ստեղծել, այսօր բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծած են, բացի դա ակնությունից հետո բոլոր մասնակիցները ոչ թե այսօր մարդիկ Հայաստանում չեն քվեարկել են, այլ բոլոր մասնակիցները իրենց ստորագրությունները լինելու է ովքեր են եկել մասնակցել, պարզա չի լինելու թե ով ում է քվեարկել, բայց որ ինքը մասնակցել է ընտրություններին, մասնակցել է դու ուզես կարաս ասի գայնը տվել եմ նրան, այնպես որ ձեր համար բոլոր պայմանները ստեղծած է, ձեզ պետք է թուրիմացիան մեջ չդնեն, գնաք ընտրության, ընտրեք ոչ թե անձին, ես դրա համար ասեցի, համակարգին, որ համակարգը կարող է ձեր համար բան փոխել, օրենք փոխի, մարդ փոխի, պայման հնարավորություն ստեղծի, թոշակ բարձրացնի, հարկեր պակասացնի, բանկի տոկոս իջացնի, աշխատատեղ ստեղծի, ներդրում կատարի, սիրելի ժողովուրդ, այնպես որ սխալ որոշման դեպքում 5 տարի նորից նույնն է լինելու, սիրելի ժողովուրդ, պետք է այնպիսի քայլ կատարեք, որ ապրիլի 3-ին զգաք, որ բան է փոխվելու ձեր համար, ուսանողների համար ասեմ, սիրելի ժողովուրդ, ուսանողների համար այսօր հիմնական խնդիրը սաղին շատ սիրում է, ու ինչքան որ հավատում են ձերմով, իմացեք, որ անհնարին է, հատուկ իմ երկրին ժողովրդի համար պատրաստ եմ անելու, ձերն եմ գիտեմ, ցանկություններ ունեմ, ու կան ժամանակում, այդ հնարավորություն հավատքը կրկնապատկվելու է, եռապատկվելու է, անպայման դա անելու է, ուսանողների հետ կապված, այսօր ցանկացած տնտեսություն զարգանում է գիտության հիման վրա, մենք մեր ուսանողներին պետք է հնարավորություն տանք սովորելու, ուսման վճարների խնդիրը մարդ ուսման վճարի համար դուրս է մնում, պետք է օրենք ընդունենք, որ այն ուսանողը, որ ցանկանում է սովորել դուրս ստորագրի, պայմանագրի, ոնց որ Եվրոպայում է, որ մարդը երբ որ ավարտի գործի գնա, աշխատանքի ժամանակ աշխատանքի 10-15 տարով ինքը պարտավոր է այդ վճարները փակելու, 15 տարվա ընթացքում, որ ինչ չի կարող է աշխատավարձին կես տոկոսից ամեն ամիս պայլով, կարևորը մարդը պիտանի մարդ կդառնա, կծառայի իր երկրին իր ժողովրդին։ Մենք պետք է այսօր մեր տնտեսությունը գիտության հիման վրա զարգացնենք։ Մեր այն սխելացի երիտասարդներին պետք է չթողենք գնալ ուրիշ երկրների համար ծառայեն, այնտեղ զարգացնենք։ Պետք է պայման հնարավորություն լինի այստեղ աշխատել, ճիշտ,
Ծանոթ բարեկամով պետք է չլինի, գիտելիքով, փորձով, արդյունավետությամբ։ Սերի ժողովուրդ, մեկ անգամ ևս ես ուզում եմ ասել, որ իմացեք ճանապարհ հարթողը, պայման ստեղծողը, ապագայի համար, որոշողը դուք եք։ Այդ իրավունքը ձերն է, ոչ մեկ է, ձեզ ոչ ասում է։ Ոչ ասում է գնացեք բաց քվեարկեք, ոչ ասում է այսպես կամ այնպես։ Ձեզ խնդրում են, ասում են, բայց կարևորը դուք գնում եք, ձեր ընտրությունը կատարում եք, մեր ընկերը ճիշտ ասեց։ Այո, 10 ասենք թե հիմա չես կարող 2 ընտրություն անել, մի ընտրություն ես անելու։ Դա ասենք թե համակարգին պետք է տաս։ Եթե տվյալ թեկնածուն, ասենք թե տվյալ համակարգից է, տվյալ թեկնածուին եւ համակարգին։ Եթե թեկնածուին շատ է սիրում, հարգում, թեկնածուն ուրիշ կուսակցությունից է, արդեն որոշողը դուք եք։ Ես այսօր ես դրա համար ասում եմ, ես սիրելի ժողովուրդ, ինչ որ ասել եմ, մի բան էլ ավել պատրաստ եմ անելու, այդ վստահությունը պահպանելու, հնարություն պայման ստեղծելու, արդարություն լինի, մրցակցություն լինի, խաղաղություն լինի, բարեկեցիկ կյանք լինի։ Եվ եթե մեր տնտեսությունը հզորացավ, զգացին, եւ մեր հարևան թշնամի պետությունը, որ տեսավ մենք հզոր ենք, հզորությունը խոսքով չի, հզորությունը տնտեսությամբ է, գումարով է, բյուջեի հզորությամբ է, այն ժամանակ արդեն ինքնիկան դա կլինի, որ մենք բանակցային կարգով կաղենք մեր խնդիրները լուծել։ Թույլ մարդուեն ոչ մեկը հաշվի չի նստում, ինչ չի տասել։ Բոլորն էլ հնարավոր է կարգարկել, զարգացնել, հզորացնել, միայն ու միայն միասնական։ Դրա համար ձեզ ցանկանում բարձր տրամադրություն, լավ մասնակցություն, ձեր ապագայի խնդիրը։ Գնացեք ընտրության դուք որոշեք։